Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ստորագրում է ռուսերեն։ 18 թվականի հեղափոխությունը շարունակվում է։ Որ չկա Ղարաբաղը չի նշանակում, որ 7 հանրապետություն չպիտի լինի։ Թե Ղարաբաղը չկա, եւ այս հանրապետությունը Ղարաբաղն է, ուրեմն պետք է հռչակենք 4 հանրապետություն։ Որ այս մարդը պատերազմ ուզում, որտեղ ուզում է բանակ ստացել։ Թող երկիրը կործանվի, մենք գնում ենք Ամերիկա կամ Երևանում պոպկորնով կհետևենք։ Եթե մարդիկ որոշել են իրանք կործանեն, հիմա թող կործանեն, ես ինչ անեմ։ Այսօր Իրան ընտրողը վաղը կարա մերժի։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աննախադեպ աշխատանքը։ Մի քանի օր առաջ հյուր էինք գնացել Գյումրի Միքայել արքեպիսկոպոս Աջապյանին հյուր։ Բավականին հետաքրքիր այց էր, գնացել ենք Սրբազանին տեսնեինք։ Ինչ կասեք, պարոն Մարքասը այդ։ Դե Սրբազանը գիտեք անազատության մեջ էր, կալանք էր գրում KGB-ի բանտում, որից հետո նաև տնային կալանքի մեջ էր հնարավորություն չկար հանդիպելու։ Հիմա դատական ակտ կա, որ այդ արգելանքները հանվել են եւ Սրբազանը կարող է պատարագ մատուցել, իր առաքելությունը իրականացնել, ինչը նա անում է, բայց ինչն է հետաքրքիր, որ դե կարոտել ենք Սրբազանին դա իր հերթին, բայց Սրբազանը մեզ ցույց տվեց գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքը, որտեղ վերաքննիչ դատարանը բեկանել է առաջինացիային դատարանի դատավճիռը, որով Սրբազանին ազատազրկման են դատապարտել եւ ուղարկել են նոր քննության այն պատճառաբանությամբ, որ գործը պետք է քննվեր Շիրակի մարզի առաջինացիանի դատարանում, սակայն Երևանում է քննվել, այսինքն ընդհանրյա չէ, դատարանը օրենքի հիման վրա ձևավորված չէ։ Այդ իրավաբանական բարդ բաների մեջ չմտնենք կարպիս, գլխավոր դատախազը ստորագրել է ռուսերեն։ Եվ Սրբազանը իր զարմանքներ արտահայտում, որ տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ստորագրում է ռուսերեն, ինքնիշխան, սուվերեն, ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարող այս իշխանությունը եւ շատ մեր համար էլ ակնկալ անկեղծ ասեմ, ես էլ չէի բանալ։ Ինչ որ նաեւ ինչ որ դատարանի աշխատակազմի ղեկավար տենց թղթեր ուներ Սրբազանը իր մոտ, սա ռուսերեն են ստորագրում։ Տարբեր դատարաններից բոլորը ռուսերեն ստորագրություններ էին, շում համընկել էր։ Ես սկզբում չհավատացի, ինձ թվաց կարող է հունարեն տառերն են, որտեղ Տիկին Վարդապետյանը հունարեն ստորագրում։ Նման են մի քիչ տառերը իրար, բայց հետո պարզվեց չհասկացանք, որ մարդիկ ռուսերեն են ստորագրում։ Միգուցե ռուսերեն կրթություն ունեն, բայց սա Հայաստանն է։ Կարելի է նայել ռուսական կրթություն թեր, բայց ճիշտ է։ Ինչ կապում։ Հիմա բոլորը ինչ որ թրոլինգի են ենթարկում նորանշանակ փոխնախարին ԲՏԱ, որը իր անգլերեն լեզվով կրթություն է ստացել, դոկտորի կոչում ուներ, որքան որ հասկացա։ Մի քանի անգլերեն բառեր ասել, բան չասեցի, բայց հիմա բարձում է այդ անգլերեն բառերը մի կողմ գլխավոր դատախազը ստորագրում է ռուսերեն։ Մենք ոնց ենք անկախանալու, ոնց ենք ինքնիշխան։ Մենք ինքնիշխանությանը վտանգ ասպառնում ես կարծում ես իմաստով։ Չէ՞ որ կայսերականությունը նաև լինում է մշակութային։ Այո, մտածողության մեջ։ Հիշենք Սաիդին, Էդվարդ։ Հիշենք։ Վերջը սա ենք ուզում, այս մասը շատ զարմանալի էր, բնականաբար Սրբազանը շարունակում է գտնվել քաղաքական հետապնդման տակ այս իշխանությունների կողմից, որ գլխավոր դատախազը չի ալարել վճռաբեկ բողոք է բերել վերաքննիչ դատարանի գործը բեկանելու որոշման դեմ։ Տեսնենք ինչ կլինի, ամեն դեպքում գնանք առաջ։ Ինչ ունենք։ Արմեն Գրիգորյանին էին քննարկում եւ դու մոռացել էիր ինչ բան ասես։ Ակնարկ կար նրա կենսագրությանը, հետաքրքիր է իր տատանումները, փոփոխությունները։ Ով չի տեսել եւ հիմա նայեմա թող նախորդ էպիզոդը նայի, որտեղ քննարկում ենք Արմեն Գրիգորյանին, ուղղակի հաշվի առնենք մի հանգամանք, որ մի կարևոր փաստ իր կենսագրությունից բաց ենք թողել, որ ինքը 2013 թվականի նախագահական ընտրություններում Անդրեաս Ղուկասյանի շտաբի պետն էր։ Միոպե կարպից։ Այսինքն 2013 թվականին Անդրեաս Ղուկասյանը նախագահի տեխնացու էր։ Ես հետ չեմ հիշում։ Հացադուլ էր անում, սա։ Հա։ Անդրեաս Ղուկասյանը հացադուլ էր անում, նախագահի տեխնացու էր։ Նախագահի տեխնացուն էր։ Միամտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր շտաբի պետն էր։ Անդրեասի շտաբի պետն էր Արմեն Անդրեասի նախընտրական շտաբի պետն էր, ինչը շատ հետաքրքիր է այդ հակասությունները։ Քոչարյանական Անդրեաս Ղուկասյան։ Օրինակ նոյեմբերի 9-ին, երբ որ խորհրդարանը պաշարված էր,
Անդրեաս Ղուկասյանին ես հիշում եմ, որ ինչ որ մի կերպ հասան իմ աշխատասենյակ եւ պահանջում էին ինձանից, որ նիստ հրավիրենք ազգային ժողովում եւ Արցախը ճանաչենք անկախ պետականություն։ Անդրեաս Ղուկասյանը ու հետո ագին մարդիկ կային։ Բնականաբար ես կոչ եմ անում падգամավորներին գալ խորհրդային մի հատ հասկանանք, ես նոյեմբերի 9-ը ոնց է ստորագրվել եւ Արարատ Միրզոյանի դեպքից հետո ոչ ոք չկար, ոչ ոք չէր գալիս, չէին գալիս։ Վերջը մեծ հետարքիր դրվագ էր, դա շատ կարեւոր է կենսագրականից այդ մասը։ Կարպիս այս շաբաթ մենք հետարքիր բաներ ենք ունեցել։ Վերջապես ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ունեցավ են դուխը, ասենց ասած, որ կանգնի ասի, որ քյարքին հայկական տարածք չէ, Տիգրանաշենը, որ հիմա Հայաստանի տարածքում է, եւ բնականաբար դա հանձնման առաջին իսկ process-ի մեկնարկն է տրվում, որ Հայաստանի տարածքից հող է հանձնվելու։ Ես ուզում եմ հայմատական անել Տավուշի մարզի այդ վերջին շրջանի այսպես կոչված սահմանազատման դեպքերին, այնտեղ գծից հետ քաշվելու մասին խոսք էր գնում եւ տեղի ունեցավ։ Մի բանա Ժորժ ջան գիծ է ուղղել, ինչ որ տեղ հետ քաշվել, բարձր շատ լավ դիրքեր են կորցրել այնտեղ բան, եւ Ադրբեջանը գծից հետ չի քաշվել, մեր տասները օկուպացված է պահումշադիր Սահել, բայց մի բանա քո երկրի ներսից ստրատեգիական ճանապարհի վրից տարածքը տալ Ադրբեջանին, որը ռազմաբազա տեղակայի եւ հսկի ամբողջ ռազմավարական ճանապարհները նախ ճանապարհը կորցնում ենք դրա արդյունքում, այլ ընտրանքային ճանապարհները կհսկի եւ Հայաստանի ներսում խոց կլինի, այդ խոցը մետաստազի պես կտարածվի։ Այսինքն սա շատ վատ բան է, որը սկսում է տեղի ունենալ։ Եվ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Արարատ Միրզոյանը Կապան քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, մենք էլ ես ու Կարպիսը արձագանքեցինք, որ Հայաստանը վերահսկում է Ադրբեջանի տարածքներ Հայաստանի տարածքում։ Մոտարապես բառացի չեմ մեջ բերում, եւ դուք ժողովուրդ գնացել եք դրանից հետո ընտրել եք իրանց։ Հիմա մարդիկ եկել են ասում են Ժորժ ջան, եթե ժողովուրդը համաձայն չլիներ, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ժողովուրդը համաձայն չլիներ այս ամեն ինչի հետ, լրագրողներին այլ ասում է, ես ստեղ ձեր դեմը կանգնած չէի լինի։ Ոնց որ թե սուտ չի ասում, սխալ չի ասում այս մասը, այսինքն մարդիկ ստացել են իշխանությունը եւ ասում են մենք շարունակելու ենք սնուցող մայրերը ասում են նոր գաղափարաբանություն են ինձ հորդորե որ ես առաջ մղեմ եւ գնում է երրորդ հանրապետության ակունքներ եւ ասում է սա արդեն սկսում ենք 4-րդ հանրապետության փուլը 4-րդ հանրապետությունը այսինքն Ադրբեջանին այս պետությունը կազմալուծելու, կազմաքանդելու, լուծարելու մատ։ Նիկոլ Փաշինյանը ստեցան լուծարային հանձնաժողովի նախագահն է։ Երրորդ հանրապետության լուծարային հանձնաժողովի նախագահն է։ Համաձայն ես թե չէ։ Կամ լավ քյարքից սկսենք, Տիգրանաշենից սկսենք, դու ասա։ Ինչ ես մտածում։ Ինչա 4-րդ հանրապետությունը։ Դա կամ ինչպես կբնութագրենք այն ինչ որ կատարվում է, այդ թվում եւ 4-րդ հանրապետության հռչակումը։ Դա կոչվում է քաղաքագիտական գրականության մեջ հեղափոխություն։ Շատ լավ։ Այսինքն իսկապես 18 թվականի հեղափոխությունը շարունակվում է։ Հիմա դա 21-րդ դարն է, 21-րդ դարի հեղափոխությունները չեն կարող 19-րդ եւ 20-րդ դարերի դրամաբանությամբ լինեն Հայաստանը փոքր երկիր է, տնտեսական, հասարակարգային մեծ ցնցումներ եւ փոփոխությունները մենք չենք կարող ի հայտ բերենք եւ կյանքի կոչենք։ Այսինքն չենք կարող անդրամաբանական կլինի, որ հիմա չգիտեմ 10-17 թվի պես բանը ասենք մենք կառուցում ենք կոմունիզմ կամ չգիտեմ սոցիալիզմ, չէ, 21-րդ դարի դրամաբանությամբ սա այլ հեղափոխություն է, բայց մենք տեսնում ենք, որ այդ իսկապես հեղափոխությունն է եւ մեր կյանքը, մեր պատկերացումները, մեր փիլիսոփայությունը, մեր աշխարհայացքը, մեր մտածողությունը գլխի վրա շուռ են գալիս։ Այսինքն մենք այլևս այն չենք, ինչ որ կայինք 2018 թվականից առաջ, մասնավորապես 20 թվականից առաջ, այսինքն կյանքի վերաբերյալ մեր պատկերացումները փոխվում են եւ 4-րդ հանրապետությունը այդ փոփոխությունների դրսևորումներից մեկն է, որտեղ գիտենք 3-րդ հանրապետությունը խարսխված էր Ղարաբաղյան շարժման հիմքի վրա։ Այսինքն անկախության եւ Ղարաբաղյան շարժումները միահյուսված էին եւ ներծծված էին իրար մեջ եւ մեկը մյուսի շարունակությունն էր եւ մեկը մյուսին սնող ուժն էր, շարժիչ ուժը։ Միգուցե չլիներ Ղարաբաղյան շարժումը, մենք միգուցե չունենայինք մոտիվացիա գնալու դեպի անկախության շարժման եւ այլն։ Հիմա Ղարաբաղը չկա։ Բնականաբար անհրաժեշտ է վերանայել։ Կարպես մի բան ասեմ, բայց չնեղանաս։ Իսկ հնարավոր է, որ
Այն մարդիկ, ովքեր Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներն էին, ուզում էին այդ բացի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, նաև անկախության Հայաստանի անկախության ձեռքբերումները իրենց վերագրեն եւ ասում են, որ այս երկիրը անկախացել է, ստեղծվել է Ղարաբաղյան շարժման հիման վրա։ Ես Էդմոն Մարոկյանը 45 տարեկան, ծնված 81 թվականի հունվարի 13-ին համաձայն չեմ այդ տեքստի հետ, եւ ես կարծում եմ, այս երկիրը անկախացել է, որովհետեւ սովետական միությունը փլուզվել է։ Ղազախստանը անկախացել, որովհետեւ սովետական միությունը փլուզվել է, Բելարուսը անկախացել, որովհետեւ սովետական միությունը փլուզվել է, Ուկրաինան անկախացել, որովհետեւ սովետական միությունը փլուզվել է, եւ բոլոր մյուս պետությունները։ Համաձայն չեմ։ Եվ հետեւաբար, որ չկա Ղարաբաղը, չի նշանակում, որ երրորդ հանրապետությունը չպիտի լինի։ Չէ, ես վերլուծում եմ։ Տեսար ես ուր բերեցի։ Հասկանում եմ։ Հասկացար ինձ։ Ես վերլուծություն եմ անում չեզոք։ Ես եմ չեզոքերություն։ Դիրքորոշմամբ։ Եվ տրամաբանությունն եմ փորձում։ Չէ, Նիկոլ, ինչ ասում ես, այս երկիրը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության, Ղարաբաղյան շարժման վրա։ Ճիշտ է։ Ղարաբաղյան շարժումը ես փակել եմ, դե Հայաստանն է փակում եմ։ Սա նոր երկիր եմ ստեղծում։ Ես համաձայն չեմ, որ այս երկիրը ստեղծվել է Ղարաբաղյան տրամաբանություն կա, ճիշտ է ասում, որ մեր անկախությունը միահյուսված է Ղարաբաղյան շարժման հետ, բայց սովետը հողոթի չի փլվել։ Սովետի փլուզման մեջ մեծ դեր ունի նաև Ղարաբաղյան շարժումը, սովետի փլուզման մեջ մեծ դեր ունեն նաև ազգային ծխացող հարցերը, որոնք կային։ Շատ լավ, բայց Այսինքն այնպես չի, ես համաձայն չեմ այն պնդման հետ, որ մենք մեր համար հիմարի պես ապրում ենք եւ անկախությունը օդից ընկավ։ Չէ, հիմա իպես չենք ապրում, անկախությունը օդից չընկավ։ Պարոն Հայրիկյան ունենք 18 տարին է ստաց անկախության թեմաները, վեվելի մարտիկ։ Առավել եւս որ դա հիշեցի։ Հասկանում ես, անկախականները բան, բայց անկախականների շարժումը, այն ժամանակ որ կար, դեռ Ղարաբաղյան շարժման հետ կապ չուներ։ Խոսքը հիմա 60-ականների ժամանակաշրջանի մասն եմ ես ասում։ Հայրիկյանի տեքստերը կարդա 60-ականների, դեռ Ղարաբաղյան բան չկա, կամ մյուս անկախականներ։ Բայց այդ Ղարաբաղյան տրամաբանությունները դրանից Հայրիկյանից առաջ են եղել։ Եղել են, այո, եղել Միշտ են։ են։ Բայց գալիս են 80-ականներ, արդեն 80-ականների վերջ, ու սկսվում է Ղարաբաղյան շարժումը։ Բայց սովետական միության փլուզման ամբողջ կրեդիտը բերել գրել մեր վրա, որ մենք անենք որ փլուզվեց Ղարաբաղյան շարժումով։ Դա համար իրար հետ կապ ունի, կներես եղբայր։ Չէ, ես չեմ ասում մենք Ռոնալդ Ռեյգանը գերեզմանը պատտվեց 6 հետ։ Ես Եվ չգիտեմ ովքեր։ Ես չեմ ասում մենք հենց մենք արեցինք, բայց մենք մեզ ներդրում ունենք սովետի փլուզման մեջ եւ դա փաստում են սովետի Հարց չկա։ Հա, դաժե եթե տենց է, անգամ եթե տենց է։ առաջնորդները եւ Գորբաչովը եւ Խազբուլատովը օրինակ հարցազրույցներից մեկում իրանց գերագույն խորհրդի նախագահ սովետի ասում է մենք շանս ունենք սովետը պահպանելու եւ Ղարաբաղը խանգարեց։ Շատ լավ։ Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժման պատճառով կամ այդ մետաստազները խորհրդային միության փլուզման կային ներդրում ունենք այդ ամեն ինչի մեջ ու այնպես չի որ սովետը հենց նենց ուղղակի փլվեց ազգային հարցերը տեղ լուրջ դերակատարություն են քան որ մեր ազգային հարցը չէ։ Մենակ մերը չէ դրա համար ասում եմ մենակ մենք չենք Հիմա Նիկոլն ասում է քանի որ այս երկիրը ստեղծվել այդ ազգային հարցի վրա այդ ազգային հարցը ես փակել եմ ես փակում եմ երրորդ հանրապետությունը եթե քո թեզերը ճիշտ է ուրեմն Նիկոլը ճիշտ է չէ դե ասա ոնց Չէ, ընդհանրապես չի։ Ես թեզ առաջ բերի, որ Նիկոլը սխալ է։ Ես համաձայն չեմ նրա հետ, որ մենք երրորդ հանրապետության էջը պետքա փակենք։ Ես քեզ չեմ հարցնում դու համաձայն ես երրորդ հանրապետության թե։ Ես ասում եմ, որ երրորդ հանրապետությունը Ղարաբաղյանն էր, դա մենք չենք կարող հերքենք։ Ես էլ քեզ հետ եմ ասում, որ երրորդ հանրապետությունը այն թեման, որ երրորդ հանրապետությունը ստեղծվել է։ Նայ Նիկոլն ինչ ասում են, որտեվ քաղաքական գործիչներ կան որ դա ասել են, որ երրորդ հանրապետությունը ստեղծվել է Ղարաբաղի համար։ Չէ, դրա համար չի ստեղծվել։ Ղարաբաղը չկա, դե երրորդ հանրապետությունն է, վсё լուծարով մենք նորն ենք ստեղծել։ Դրա համար չի ստեղծվել, Ինչի համար է ստեղծվել։ Իրար հետ 700 տարի մեր պապերը երազել են անկախություն ունենալ։ Մեր պապերը երազել են անկախություն ունենալ նաև Ղարաբաղում։ Շատ լավ, այո։ Այո։ Դենց որ Ղարաբաղյան շարժումը եւ անկախության շարժումը մեկը մյուսին չեն խանգարում, եւ ընդհակառակը Ղարաբաղյան շարժումը եւ Ղարաբաղյան պատերազմը օգնել է, որ մենք կենտրոնացված, շատ ավելի կազմակերպված պետություն ստեղծենք։ Համաձայն։ Օրինակ, երբ որ Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում կային ինստիտուցիոնալ փլուզումներ եւ իրանք չէին կարողանում վերահսկել իրենց տարածքները, այո։ Իսկ մենք կարողացանք կենտրոնացված պետություն ստեղծել ուժեղ համակարգով։ Հիմա իշկանել որ այդ պոպուլիզմը դեմագոգիան լինի, որ անկախության հռչակման հենց հաջորդ օրվանից բան ասեցին ասել մենք պետություն չունենք, մենք չենք կայացած, բայց չէ, ինչ որ ինստիտուտներն այլ Ղարաբաղյան շարժման
եւ պատրաստում ինչով կայացել են, այսինքն մեկը մյուսին օգնել են եւ փոխլրացրել են։ Ես Նիկոլի տրամաբանությունն էի բացատրում, ասում եմ, թե Ղարաբաղը չկա եւ այս հանրապետությունը Ղարաբաղն է, ուրեմն պետք է հռչակենք 4-րդ հանրապետություն։ Հեղափոխական է, հեղափոխությունը շարունակում։ Համարտները Նիկոլն է էլի այդ ասում։ Ու ասում է 3-րդ հանրապետություն է, հիմա Հիմա շարունակ։ դուք համաձայն եք, որ 4-րդ չլինի, մնա 3-րդ հանրապետությունը։ Ես կարծում եմ չի կարա 4-րդը լինի։ Ես կարծում եմ չի կարա 4-րդ լինի, 4-րդը Պատկերացնենք կործանվելու։ ես Նիկոլն եմ եւ Չորրորդը չի լինելու։ Պատկերացնենք ես Նիկոլն եմ հարց եմ տալիս, լավ, եթե չեք ուզում 4-րդը չակվի, ուզում եք մնա 3-րդը, բայց նաեւ համաձայն եք, որ 3-րդը Ղարաբաղն է, ուզում եք Ղարաբաղյան շարժումը շարունակեք։ Ես համաձայն չեմ, որ 3-րդը Ղարաբաղյան է։ Այդ է խապկանքը, դա է թակարդը։ Ինքը բոլորիդ գցել է թակարդի մեջ։ Բայց մենք միջև Իրանը 3-րդ հանրապետությունը, 3-րդ հանրապետությունը ստեղծվել է որպես 3-րդ հանրապետություն, ու այդ ստեղծվելու ընթացքում մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը պաշտպանել է Ղարաբաղը։ Հասկանում ես, սա ձևակերպումների բան է, պաշտպանել է Ղարաբաղը, բայց ինքը առանձին հանրապետություն է։ Հասկացանք։ Հիմա ինքը ասում ախպեր Ղարաբաղը չկա, այս 7-ը չպետք է հեսա լուծարում եմ, 4-ը մրճակում։ Թող մի հատ մյուս թեզ ասեմ։ Ասում եմ 3-րդը հիմնադրվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Քանի որ 3-րդը հիմնադրվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ եւ կոնֆլիկտների համար, ինքը վերցնում է Ալիևի Էրդողանի թեզերը, որ մենք ռեգիոնում ամենակոնֆլիկտային կոնֆլիկտացին երկիրն ու ազգն ենք, հետեւաբար ֆաշիստ ենք, նրանք ասում են դուք ֆաշիստ եք, պիտի պատասխան տաք, դատվեք, փոխհատուցում տաք, բան ինքը այդ սաղ թեզերը վերցրել է։ Հիմա ասում եմ, քանի որ 3-րդը տենց էր, ես 4-րդը խաղաղության հիման վրա եմ ստեղծում։ Ուզում է դառնա հիմնադիր հայրը, տետել կա, էլի, դե ինքը ուզում է իր կիսանդրին դնեն, բան տենց ինչ որ։ Դենց առարկայական Հիմա հարց քեզ, պատմաբան ես, 3-րդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի հիման վրա։ Բնականաբար ոչ, կոնֆլիկտը Հայաստանը չի ստեղծվել։ Երբ որ ասում ենք Ղարաբաղը, դենց առարկայական պետք չի պատկերացնել։ Խոսքը արժեքային դաշտի մասին է։ Բայց ինչևից է, շատ կոպիտ սխալ է եւ Թուրքիա եւ Ադրբեջանի նարատիվները Հայաստան բերել է նշանակում, երբ որ ասում ես կոնֆլիկտի վրա է ստեղծվել, կոնֆլիկտացին է, որովհետեւ Հայաստանը չի սկսել պատերազմ։ Ապրի արևդ, ապրես, բա այդ եմ ասում ինքը վերցրել է նրանց թեզերը, որ մենք ագրեսոր երկիր ենք, ընդ որում ինքը ասում է բոլորի նկատմամբ ենք եղել։ Ասա մեր բոլոր հարևանների նկատմամբ մենք ագրեսիվ ենք եղել։ Այդ բանն ենք Իսրայելն ենք, իշն ենք ռեգիոնի այդ ինչ ենք արել։ Մարդիկ սկսել են միտինգ անել, Ադրբեջանը էթնիկ զտում արել, պագրոմներ արել Բաքվում, Սումգայիթում եւ այլ բնակավայրերում, հետո սահմաններուն բանը ապակայունացրել է իրավիճակը, հետո նախաձեռնել լայնամասշտաբ պատերազմ։ Ամեն ինչը Ադրբեջանի պատասխանատվության։ Հիմա դու պատմական տեքստ ասիր։ Ապրես։ Ես ասեմ, այդ թվում այդ ամեն ինչը արել է սովետական պատժիչ համակարգի աջակցությամբ, այդ թվում հիշենք նաև Կոլցո օպերացիան եւ այլն։ Ընտիր։ Հիմա ես միջազգային իրավական տեքստը թող ասեմ։ Մետրոպոլիան իր տարածքում, երբ որ ունի սուբյեկտ, որ ինքնավարությունը ճանաչում է, որը ԼՂԻՄ-ն է։ Պարտավոր է հարգել այդ սուբյեկտի ինքնավար իրավունքները։ Երբ որ մետրոպոլիան սկսում է սուբյեկտի իրավունքները ոտնահարել ԼՂԻՄ-ի ժողովրդի, չէ, այդ պայից սկսած ծնվում է սուբյեկտի ինքնորոշման իրավունքի բանը, անջատում հանուն փրկությանը, հասկանում ես։ Ու այդ միջազգային իրավական սոուսով սկսվել է, ասենք ոնց է եղել որ Հայաստանը սանկցիաների տակ չի ընկել, ոնց է եղել որ բանը մենք չենք եղել իզգոյ երկիր որպես ագրեսոր, որովհետև միջազգային իրավական կոնտեքստում մենք ցած ներկայացրել ենք ու ճիշտ ենք եղել, մինչև Նիկոլի գալը։ Հիմա Կարպիս այն ինչ որ տեղի ունեցել սկսվել է իրանց կողմից, այսինքն դու պատմական հենք ասիր, ես միջազգային իրավական։ Հիմա Նիկոլը ցած դրել է մի կողմ, ասում է չէ, սա մենք ենք սկսել, կոնֆլիկտացին ենք մենք, այս երկիրը կոնֆլիկտացին երկիր է, ես այս երկիրը փակում եմ։ Չէ, ինքը լուծարում եմ ախպեր։ Ու լուծարման ընթացքում դե տենց Տիգրանաշենկա իր ասածը ունի մի հատ հանձնում եմ սա, տալիս եմ թուրքերին։ Դավաճանություն է ինքան։ Հավատուրացություն, ուրացում, դա այդպես կարելի է բնորոշել։ Այսինքն պատկերացրու որ ինքը մեր advocate-ն է, գնում ենք դատարան, այսպես նայենք էլի, որ ես որպես փաստաբան եմ ասում։ Գնում ենք դատարան, որ ինքը մեզ պաշտպանի, մեր advocate-ն է, մենք իրան ենք ընտրել, ինքը մեզ պաշտպանի, չէ՞։ Ինքը անցնում է մեղադրանքի կողմ եւ սկսում է անդեից մեղադրել, դառնում է իրանց դատախազը, հասկանում ես։ Հիմա ինքը դարել է Ադրբեջանի դատախազը ու հայ ազգին մեղադրում է, սա որ առավոտի ծիրիգու ու մենք ազգովի դատվում ենք եւ կա Ադրբեջանի դատարանում դատավճիռ, որ սեպտեմբերի 27-ի լուսադեմին
20 թվականի Հայաստանն ագրեսիա սկսել խեղճ ու կրակ խաղաղ Ադրբեջանի դեմ։ Դա 10 թվականի հեղափոխության հերթական փուլերից մեկն է։ Հետ են գալի հեղափոխական կոնտեքստ։ Հեղափոխականությունը դա դասական հեղափոխականություն է, երկրի գլխիվար Մեզ իմիջ չես բանասեմ։ Հեղափոխության ժամանակ դու մասնակցել ես, մենք ակտիվ ենք եղել։ Մարդկանց ասվել է, որ Ժորժ ջան, մենք կոնֆլիկտացին երրորդ հանրապետությունը լուծարելու ենք։ Բայց որ մի հեղափոխություն է, Ղարաբաղը, բան, սա լուծարելու ենք, քանդելու ենք, տալու ենք թուրքերին։ Ասվել է տենց։ Գիտեք, երբ որ 2017 թվականի 1917 թվականին բոլշևիկները եկան իշխանության եւ չեղարկեցին մահապատիժը, միտինգների ժամանակ ոչ մեկին չէին խոստանում, որ պետք է մահապատիժ ենթարկեն Նիկոլայ II ցարին եւ նրա ամբողջ ընտանիքին, այդ թվում եւ շներին։ Հեղափոխությունների ժամանակ խոստումներ չեն տալիս։ Դե ասում էր բանկային տոկոսները կջրենք, բուհերը կապա քաղաքականացնենք, Սերժին կդատենք, չգիտեմ, տենց տղոս։ Հեղափոխությունները միշտ տարբեր փուլերով են ընթանում։ Սա հերթական փուլերից մեկն է, այս փուլը ձևավորվել է հանգամանքների բերումով։ Բնականաբար, եթե մենք պատերազմում չպարտվենք, հանգամանքները այլ կլինեն եւ մենք լինենք շարունակենք լինել կոնֆլիկտացի։ 4-րդ հանրապետությունը արդեն 4-րդ հանրապետությունը կհրճարկեր, քանի որ դուք ասացիք, որ այդ բարդույթով տառապում է հիմնադիր լինելու, բայց 4-րդ հանրապետությունը նորից կլներ իր ձևակերպման կոնֆլիկտացին, եթե ինքը պատերազմում չպարտվեր։ Բայց ես մի բան ասեմ, խնդրեմ ասեք։ Այնպես չի, որ ճանապարհը սխալ է։ Այդ ընտրած բովանդակությունն է սխալ, որտեղ հիմա ես sense եմ հարցին նայեմ։ Եղել է կյանքի 170 աստիճան շրջադարձ եւ փոփոխություն։ Պատերազմ պարտվել ենք, Արցախը հայաթափվել է հիմա։ Դուք գաք իշխանության, բնականաբար պետքա ինչ-որ կյանքի նոր իմաստներ, չէ՞, քաղաքական կյանքի նոր իմաստներ փնտրեք, նոր արժեքային նշաձողեր սահմանեք, նոր փիլիսոփայական եւ գաղափարական առաջնահերթություններ առաջնային պլան մղեք, որ երկիրը շարունակի իր կյանքը։ Հիմա Նիկոլա անում է, բայց իր պատկերացումներով եւ իր շահերից բխող։ Ուզում եմ ասել, որ չի կարա կյանքը շարունակվի նենց, ոնց որ 2017 թվականին էր ասում, որ կյանքը շարունակվելու 2017։ Ես ասեմ, օրինակ իմ նայում եմ մեր ընդդիմության մի զգալի մասին, օրինակ հանրապետական մեր հարգարժան գործընկերներին, իրancs շատերը ոնց որ թե ապրան 2017 թվականին։ Եվ մտածում եմ, որ հա Նիկոլը գնաց, ամեն ինչ վերականգնվելու է, ամեն ինչ փոխվելու է եւ փրկություն է գալու։ Ծայրահեղությունից ծայրահեղությունից համատում։ Ծայրահեղությունից ես տեսա, որ գրում են, որ մենք մի օրում չենք մտել ԵԱՏՄ, դա երկար ժամանակ է քննարկվել, է տեսա այդ բաները խոսում են։ Ասենք շարունակում են սուտը խոսալ, հասկանում ես։ Ասենք այն վախտել են սուտ խոսած, եմել են սուտ խոսում։ Ոչ մի բանի մեջ ճիշտ չկա։ Արա Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուս Սահակյանը բրիֆինգ ունի արած։ ՀԿ խմբակցության ղեկավար Գալուս Սահակյանը օրմացիկ, որտեղ ասում են, որ մենք ասոցիացիան համազանագիրը ստորագրելու ենք։ Մենք ԵԱՏՄ բան չունենք, ասած ինչ են խոսում, ասում եմ գիշերում չի եղել։ Անկամ Պրագա էր, թե որտեղ էր միտեղ Սերժ Սարգսյանի շրջանիպ ունեն, ասավ որ շատ որ այդ հարցը տվին, ասավ դե ոնց գանք քննարկեինք, որ մի գիշեր եմ որոշեցինք թե ինչ։ Չէ՞ sense հիմա չեմ մտաբերում, կարելի է մանգալ գտնել, բայց այդ խոսածը շարունակում են իրանք նույն ձևի շարունակում են այդ սուտը բանանել, ասենք։ Խաչատրյան Գագոն Թալանչի չէր, բան տենց չէ, ամեն օր շարունակեք ասել։ Դրանով օգնեք որ Նիկոլը մնա։ Գիտես ինչն է բանը։ Բացարձակ իմ մոտեցումն են չի, որ այսքան արաբիկներից հետո Հայաստանը կարա նույն ձևի հանգիստ ապրի, մտամ как ни в чем не бывало, ոչ մի բան չի եղել։ Դրա մասին չի խոսքը։ Փոփոխություններ պետք են կյանքի։ Դրա մասին չի խոսքը։ Կյանքի նոր իմաստը որն է, ասենք, բանը։ Կյանքի նոր իմաստը մեր որն է, որ օրինակ, որ Ղարաբաղը չկա։ Մենք պետքա սկսենք ասել, որ մենք ագրեսոր երկիր ենք։ Դե չէ բնականաբար։ Չկա, Ղարաբաղը չկա։ Պատերազմ պարտվել ենք եւ 1000 անգամ բացատրեցինք, որ ամբողջ աշխարհի պատմության մեջ պարտություն չի նշանակում, որ դու սխալ ես։ Պարտություն նշանակում է, որ ուժերը չեն հերիքել, որ ճիշտը առաջ տանես։ Նիկոլն ասում է պարտություն, մենք ուրեմն սխալ էինք։ Ու սկսում է այդ սխալը գրուզի տանել մեր ժողովրդի վրա, ասես դասավորում, ասես բարձում, հա։ Որը ասենք մենք 30 տարի լսել ենք ինչ ասեմ Ալիևի ասած բաները, նորություն չի։ Պրոստը սկսել ասել Հայաստանի ղեկավարը, էսա տարբերությունը։ Դե չէ, այս սաղ տեքստերը գիտեմ ինչ են ասում։ Խիենք մենք ագրեսոր, խիենք էս, խիենք են։ Նիկոլանց խնդրեմը որն է եւ Նիկոլի շատ անդիմադիների։ Որ 14 խառնում է իրար։ Եվ շատ մարդիկ իսկապես շատ դժվարությամբ են կողմնորոշվում, թե որն է ճիշտ, որն է սխալ,
որ նա բարին, որ նա չարը, որ նա բարոյականը, որ նա անբարոյականը, բայց դե մենք փորձում ենք դասակարգել, էլի, դարակները դասել։ Իսկապես փոփոխություններ պետք են, որովհետև սա չի կարա լինի այն նույն հանրապետությունը, ինչ որ ստեղծվեց 1991 թվականին Ղարաբաղի հետ միասին։ Ակնհայտ է, որ չի կարա, կազնիվ լինենք մարդկանց հետ, բայց նաև սա չի կարա լինի մի պետություն, որը մերժում է 1991 թվականին ստեղծված պետությունը։ Դա պետք է հաշվի առնենք։ Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը իր թիմի հետ միասին։ Նայ Նիկոլ ինչ անում։ Ինքը հակադարձում է իր օպոզիցիային։ Ինչ ասում իր օպոզիցիան, այ մետ լնայինք էլի։ Ասում է դու դավաճան ես եւ մեր սահմանադրությամբ Հայաստանն ու Ղարաբաղը մի երկիր են անկախության հռչակագրով եւ դու մի տարածքը ճանաչել ես Ադրբեջանի մաս։ Օպոզիցիան տենց բանով բա ասել։ Շատ կա, այդ ձևի հայտարարությունը շատ է եղել։ Ինքն էլ ասում է, դե որ տենց է սահմանության ուրեմն սահմանադրության այդ հղումից պետք է հանվի, ինչ որ ասում Ալիևը, դե որ տենց է պետք է նոր երկիր ստեղծվի, դե որ տենց է ու տենց սկսում է կառուցել, այսինքն առաջնային մեղադրանքը սխալ է ձևակերպած կարծես։ Առաջնային մեղադրանքը սխալ է ձևակերպած։ Որի վրա կառուցվում է թեզեր, կառուցում են թեզեր, որտեղ ինչ են ասում, միան ասում են բանը Գերագույն խորհրդի որոշումը դու չեղյալ չես արել։ Ու Գերագույն խորհրդի հետ միասնական որոշման հետ կապված սկսում են թեզեր առաջ բերել։ Բայց դա ախր դեմագոգիա է։ Եղբայր դեմագոգիա չի, դա դրանից բռնում ասում է հանդե եկեք։ Արժանի են մեկը։ Ավելին քեզ ասեմ, գիտես, ասում են սխեմ ասել Արցախ Հայաստանի եւ վերջ։ Ու շատ է չէ քննադատ այդ թեման։ Ես 2019 թվին եմ դա քննադատել։ Լավ է սա, ես սխեմ ասել Արցախ Հայաստանի եւ վերջ։ Որովհետեւ մեր անկախության հռչակագրի այդ դրույթով եմ ես առաջնորդվել։ Ես ավելի պիղծ ստախոսություն չեմ տեսել։ Կերակ։ Ավելի պիղծ ստախոսություն չեմ տեսել։ Եղբայր հիմա այդ մեղադրանքները որ բերել են իր դեմ, չէ՞։ Ինքն այդ մեղադրանքների շրջանակներում կառուցել այս սաղ իր նոր թեզերը։ Այսինքն նրանք ծայրահեղություն են, մի ծայրահեղությունից ընկնենք մի ծայրահեղության մեջ։ Վիլայեթ ենք դառնում, հասկանում ես ինչա տեղի ունեցել։ Բայց տենց պատճառաբանություն է վերել իրոք, որ առաջնացվել է անկախության հռչակագրը։ Բազմիցս վերքալ նայ, բազմատիվ ինտերվյուներով։ Բայց դա շատ գոտկատեղից ներքև է։ Առաջնորդի Ոնց է գոտկատեղից ներքև։ Մեր ժողովրդի համար, հենց այդպես մեր ժողովրդին մոլորեցնել, դա իսկապես գոտկատեղից ներքև հարված է։ Վերցրու նաև նայի այն իր հարցազրույցը ռադիոյում։ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, որ ասում է կարմիր շորերով ենք մենք ու երկու կողմից ցուլերը կանգնած են։ Մենք դեռ կանցնենք այտենց ոնց անցնենք։ Շորերը հանենք։ Բայց գիտեք ողբերգությունը որն է, որ Նիկոլի բերած փաստարկներից շատերը շատ տրամաբանական են։ Բա ոնց անտությունները հաղթում։ Եվ գալիս են իր դեմ ծայրահեղական փաստարկներով մարդիկ, ինքը ռացիոնալիզմով կրում է։ Եկեղեցու Տավուշի շարժումը ոնց ջարդվեց։ Դու այն օրների հետ օրինակը բերեմ, կարանք եթե քննարկենք էս։ Եկեղեցու հայրերից մեկին հիշեցի, որ դարի, որ պայքարում էր արիոսականության դեմ։ Եկեղեցու ուսմունքը այդ օրինակը բերեմ, էլի շատ բարդ է հասկանալ։ Դա երրորդության սուբստանսները ոնց են իրար կպնում, Սուրբ Հոգին, Հայր Աստված, Որդի Աստված։ Արիոսականությունը շատ ավելի հեշտ է բացատրվում, որ բանը Որդին Աստված չի, չէ՞։ Դե հիմա ասում է, դա ավելի տրամաբանական է եւ դրա համար է հաղթում, որովհետեւ տկար է։ Հիմա Նիկոլի թեզերը հաղթում են, որովհետեւ տկար են։ Եղբայր, որովհետեւ տկար են, հասկացա ինչ ես ասում, բայց հակառակ թեզերը, որ բերվում են իր դեմ, որ բերվում են իր դեմ։ Հակառակ թեզերի հետ գործ չունենք, այսպես հակառակ թեզ բերողը մենք ենք։ Եթե հակառակ թեզ բերողը մենք ենք, մենք ինչ ենք ասում։ Եթե մի կողմի գժերին մերժում ենք, նրանց է պետք է մերժենք։ Այո, նրանք նրանց ենք մերժում։ Մենք ասում ենք եղբայր լա մի դոպե։ Բայց քեզ ինչի՞ մար այդ հարցը տվեցի, ասեցի, այլնայինք, այս երկիրը Ղարաբաղի համար է ստեղծվել։ Ես չեմ ասում Ղարաբաղի համար է ստեղծել։ Всё, եթե ֆիքսում ենք որ այս երկիրը Ղարաբաղի համար չի ստեղծվել, այլ որ ստեղծվել է Ղարաբաղի շարժումը եղել է եւ այդ ժամանակ սկսել է պաշտպանել հայությանը, որը իր մետրոպոլիա։ Ով է երբևէ ասել, որ Ղարաբաղի համար է ստեղծվել։ Համար։ Անլավ, նայ բարից է սկպնում, նայ մարդկանց ձևակերպումներն ինչ են ասում։ Ես ասում եմ երկրի այդ արժեքային տարածությունում հանրապետության Ղարաբաղյան շարժումը շատ մեծ պատկառելի տարածություն է զբաղեցնում, դա եմ ասում։ Հասկացա։ Արժեքային, հասկացա։ մշակութային, քաղաքական, սոցիալական տեսանկյունից։ Հանել էր մի հատ հայտարարություն ու ասում են, այ, էս ինչը հայտարարել է, որ ես իմով չեմ հիշում, շու քաղաքական գործիչ, որ Հայաստանը ստեղծել է, որ Ղարաբաղը պաշտպանենք, քանի որ Ղարաբաղը չկա, այս Հայաստանում էս պետք չի։ Ու սկսել էր դրա վրա կառուցել սահմանացած։ Երբ որ Ղարաբաղյան շարժումը սկսել էր, մարդիկ չգիտեին, որ իրանք անկախանալու են։
որ մարդիկ չգիտեին որ իրանք Մասնակիցները, որ մասնակիցներ առաջնորդները։ դե մենք խոսացինք նաև Հայրիկյանի մասին մյուսների որ բոլորը գիտեին ու ուզում էին ու պայքարում էին դրա համար հիմա ես հիշում եմ 91 թվականի նախագահական ընտրությունները որ Հայրիկյանը ասում էր պետքա բանակ ստեղծենք ու ռոպագանդա կար իր դեմ որ այս մարդը պատերազմ ուզում որտեղ ուզում է բանակ ստեղծել Մանիպուլյացիա է դա։ հիշում ես այդ տեսնենք դու այդ ժամանակ ավելի փոքր Այսինքն համ հասկանում ես այդ նույն քարոշչական թեզերը կային բայց հետո parza չէ կան ստեղծեցին բանակ ուզում եմ ասել մինչև վերջին պահը սովետը կարար եւ չփլուզվեր։ Եվ այդ առաջնորդներից շատերը ահագին ժամանակ ամեն ինչ անում չեմ պատկերացրել որ սովետը կարար փլուզեր եթե Հայրիկյանն էլ հիշեցինք դա էլի դասական մանիպուլյացիա այսինքն Հայրիկյանը այտենց հասկանում էր որ պետք է բանակ ստեղծել մնացածը չեն հասկանում հասկանում եմ ասեմ ժողովրդական մակարդակը նախագահական ընտրությունների ժամանակ տենց հակակարճական տես կար որ ինքը ուզում է բանակ ստեղծի որտեղ փաստակ բերողները ու ՀՇ-ին թիրախավորները չեն հասկանում որ այդ շարժումը անդադ ընթանում էր արյան մեջ խեղդվելուց սպառնալիքի տակ եթե անդադ տենց սուր արտահայտություններ անես սովետը կարա բանակը մտցնի Երևանը արյան ծով դարձնի այսինքն շուր Հայրիկյանը հասկանում էր մնացածը չէին հասկանում հասկացանք ես քեզ ինչ եմ ասում ես ասում եմ որ էլի գալիս ենք նրան, որ չի կարա հիմնավորվի, որ այս սաղ շարժումը, սաղ երկիրը, ամեն ինչ կառուցվել է նրա համար, որ Ղարաբաղը լի։ Բայց դա շատ անտրամաբանական բան է, այդ տենց են քարոզել, Նիկոլի մտքով դա կարա անցնի։ Նիկոլի մտքով չի մենակ կարա անցնի, լիքը մարդ կա որ տենց խոսում։ Ընդդիմության մտքով էլ դա կարա անցնել։ Ընդդիմության մտքով էլ կարա անցնի, նու Լեռնային Ղարաբաղից է կազմված։ Այն հրաշալի աղջիկը, ինչի արժանապատել Ղարաբաղի բարբարով խոսում։ Ով Արեկան տեսեք ձեր ասացի այդ նույն շարունակական տրամաբանության մեջ է անում են բաներ ասում են բաներ իմաստ չկա ու արժեզրկում են ամեն ինչ եմ հնարավորինս քիչ արձագանք եմ խորհրդանին կամ ասեմ այդ իր ելույթները ինչի է բերել ինչի է բերում եթե մարդիկ որոշել են իրանք իրանց կործանեն հիմա թող կործանեն ես ինչ անեմ քաղաքական իմաստով եմ ասում Հայաստանը չի ստեղծվել Ղարաբաղյան շարժման համար եղբայր չէ որտեվ այդ ոչ մի ձևի ես դրա հետ չեմ համաձայնվել բայց ես եմ ասում դա հա իմ հետ մի վիճեք դա ընդհանրապես տեղ տրամաբանություն չկա հիմա Նիկոլը այդ տրամաբանությամբ լուծարում է այս երկիրը ինչ անենք ոչինչ չեն կարող անել այս պայմանությամբ ես եւ դուք որովհետեւ ժողովուրդը ընտրել է Նիկոլին ու այդ Ղարաբաղի акցենտով խոսացող աղջկան հա ես համաձայն չեմ ժողովրդի ընտրության հետ բայց ինչ կարող ենք անել կարանք շարժում սկսենք Նայ ժողովուրդը լիքը մարդիկ են գրում որ բա այդ որ Տիգրանաշենը հանձնեն բայեն դե դա մի օրվա գործ չէ Տիգրանաշենը հանձնելը process է խիչեք մի բան անեմ դուս եկեք դե փողոցային շարժում սկսեք եւ այլն ես երկու հատ թեզ կարամ բերեմ հիմա թեզ առաջին որի մասին սկզբից խոսացինք որը ժողովուրդը Նիկոլին ընտրել է Արադ Միրզոյանը կապանը մասել է հանձնելու են, ու դրանից հետո ընտրվել են, դեմ ժողովուրդը օքեյ է այդ վիճակի հետ, գնացեք ինչ ուզում եք արեք, ոչ մի բան չենք կարող անենք, տարբերակ մեկ, սպասի, չարձագանքիս, տարբերակ երկրորդ, ժողովուրդը մանիպուլացվել է, որ եթե չընտրեք Նիկոլին, նախկինները կգան Հայաստանը գուբերնիա կդառնա, չի, ամեն թեզերը գիտես ինչա, հիբրիդային պատերազմ, չգիտեմ ինչ, սեպտեմբերին պատերազմ ալնելու, դաժան պատերազմ, ոնց էր ասում Նիկոլը, ու տենց ընտրել է Նիկոլին Եվ կարա ժողովուրդը մի քանի ամսվա մեջ, այդ նույն ժողովուրդը, որ ընտրել Նիկոլին, դուս գա փողոց ու իրան մերժի։ Իսկ երկրորդի կողմնակիցն եմ։ Կարա իրան ընտրած ժողովուրդը դուս գա փողոց ու իրան մերժի։ Եթե մարդիկ տեսնեն, որ ակնհայտորեն սա երկիրը կործանում է, մարդիկ համոզվեն դրանում։ Բնականաբար, այսօր իրան ընտրողը վաղը կարա մերժի։ Ոնց որ 2017-ին հանրապետականներից ընտրակաշարք վերցնողները տարան քպականներ, այո մի տարվա տրամաբանությամբ, տարբերությամբ։ Նույնը կարա էլի ամիսների ընթացքում, գիտեք, ժողովուրդը ամբողջ ինչով են իրարից տարբերվում։ Mən բացատրեմ։ Ամբողջ երբ որ մարդկանց ասում ենք դա վիրավորելու համար չի, դա նախ ամբողջը դա ինչ որ հավերժական կարգավիճակ չի։ Ձեռքբերովի կարգավիճակ է։ Ինչ որ մի փուլում ժողովուրդը կարա ամբողջ դառնա եւ հակառակը նորից վերադառնա դառնա ժողովուրդ։ Քրիստոնեական իմաստով կամ հինունական իմաստով։
Բայց այսինքն ամեն ինչ անկախատեսել է, եւ մենք չենք կարա ժողովրդին ինչ-որ հավաքական, ես միշտ ասում եմ, էլի շատ եմ սիրում այս միտքը, ինչ-որ հավաքական բանականություն եւ հավաքական կամք հաղորդել եւ ասել, ինքը տենց է մտածում, ինքը տենց ասում, չէ, ամեն ինչ անկախատեսել է եւ ամեն ինչ կարա փոխվի, բայց ուրիշ մի բան է ասում, էլի։ Օրինակ, մենք բան չենք, շատ ընդդիմադիրների պես նեղացած վիրավորված աբիժնիկները չեն կարելի ենք ասենք դա ընտրել եք դա վայել եք թող երկիրը կործանվի մենք գնում ենք Ամերիկա կամ Երևանում բան պոպկորնով կհետևենք Սյունիքի կամ չգիտեմ Տավուշի մեր հայրենակիցները կամ Արարատի մարզի մեր հայրենակիցները ոնց են տանջվում ոնց է մեր հայրենիքը կործանվում դա էլ մենք չենք կարա թույլ տանք եթե 99% մարդիկ միևնույն է ֆնդեն մի բան ու ես մտածեմ որ դա սխալ է միևնույն է պետքա կանգնել ու ասել դա սխալ է ապրես հիմա ես հիշեցի ակամայից իմ ու Նիկոլի մի զրույց բանավեճ 17 թվականից հետո որ ինքը ասում է պետքա դուրս գանք փողոց հեղափոխություն անենք մերժենք Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը բանման ինձ ասում անպայման այո Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի մերժման վերաբերյալ մենք ունենք կոնսենսուս երկդաշինքում Եվ այդտեղ մի բան եմ ասում, բայց Նիկոլ հլելսի, այս ժողովուրդը մենք հայտարարել ենք, որպես ելդաշին, որ ժողովուրդը զանգվածաբար ընտրակաշարք վերցրել, որը իրականություն է 17 թվականին։ Ունտրել է հանրապետականը հաղթել է։ Եթե չեմ սխալվում 64% ձայներ տարել։ Կանգնենք, իրական չի։ Կամ 64 մանդատ էր ստացել, մոտար եմ հիշում։ Եվ ասում եմ, բայց Այս ժողովուրդը փողով եկան գնաց ընտրել այն որ դուս եկանք ասին դուս եկեք Սերժին մերժենք ինքը որ ընտրում է չգիտեր որ Սերժը 7 ժամկետ է գնում գիտեր հա Կարեն Կարապետյանով խափեցին չգիտեմ Վիգեն Սարգսյանով բանով բայց մեկը գիտեր չէ ժողովուրդը ընտրել է հիմա ոնց ինձ փողոց անենք ու Նիկոլն ասում էր հա ընտրել է կաշառքով այո ընտրել է կաշառքով բայց մի տարի անցել է համարյա մի տարի չէ անցել իրականում ամիսներ անցել ժողովուրդը այդ փողը ծախսել է արդեն Փողը չկա 10000 դրամներ, ծախսել է։ Եվ այդ նույն ժողովուրդը, որը փողը վերակալ են ընտրել, հենց այդ նույն ժողովուրդը կարա դուրս գա ու մերժի Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը։ Ինչ է որ եղավ։ Հիմա չնայած նրան, ձևակերպում ենք արդեն այս ամփոփում ենք այս մասը, որ ժողովուրդը ընտրել է 720,000 եւ ավելի ինչքան ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, ինքը մտածում է, ոնց որ Սերժ Սարգսյանն է մտածում 17 թվին, որ всё, նորմալ է, սա խաղաղ, ցույց չկա, բան չկա, նորմալ, օպոզիցիան կա, ես ընդեղ եմ, օպոզիցիան հանձնաժողովի նախագահները ընտրեն, փոխոսնակ, բան, սա նորմալ գնում է, սաղի դահունով գնում է։ Ես հանգիստ կարամ Տիգրանաշենը հանձնեմ եւ երրորդ հանրապետությունը լուծարեմ ու տեղ մենք ժողովրդին հանում ենք ոտի, խորաբից։ Շատ էր, էլի մենք ժողովուրդ։ Քաղաքական ինչ-որ էլիտա, ես իմ ովքեր։ Բայց ասենք ես ու դել տեղ։ Եվ Այս իշխանությանը մերժում ենք ու հանում ենք։ Այդտեղ գալիս է երկրորդ հարցը։ Սա շատ doable բան է, սա կարանք անենք։ Հիմա երկրորդ մասն եմ ասում։ Որ ասում են լավ որ դուք եկաք։ Տիգրանաշենը ոնց չպիտի տակ։ Այստեղ գալիս ենք արդեն բանակցային process գործընթաց։ Ես ուզում եմ, քանի որ ես պատրաստված եմ եկել եւ մենք պետք է այս հարցին պատրաստված արձագանքենք։ Սա վերաբերյալ քանի անգամ ես խոսել եմ։ Ես ուզում եմ այստեղ քեզ ասել, որ ես ունեմ որոշակի աշխատանք կատարած եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ ես գնացել եմ գրադարան հանել եմ խորհրդային միության քարտեզները Հարագիտարանից եւ այս Հարագիտանի Ադրբեջանը այսքան քառակուսի կիլոմետր է չեմ ուզում ասեմ ու ասում եմ ես ճանաչում եմ Ադրբեջանը երբեք էդի չի ասել ուրեմն Ալմատայի հռչակագրի են հումանը, որոշ Ալմատայի հռչակագրի սովետական միության վարչական սահմանները համարվում են պետությունների սահմաններ, շատ լավ է դա։ Հիմա խորհրդային միության կարգից կան քարտեզներ, որով Հայաստանը 31000 քառակուսի կիլոմետր է, 30000 քառակուսի կիլոմետր է, 29000 քառակուսի կիլոմետր է ու Տիգրանաշենը անկլավ չի։ Ինչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է վերցրել մի քարտեզ, դա Ադրբեջանն է, բարձր։ Որով որ Հայաստանը ոչ թե դաժե 28000 քառակուսի կիլոմետր չի, 28800 չի, 28743 տարավ հետո էսին ոնց։ Եվ այդտեղ կան այդ նկարները կան։ Ու մենք այդ հոսակցությունը ունեցել ենք, երբ որ աշխատում ենք իրար հետ, պաշտոնական հայտարարություն եմ ես արել Հայաստանի Հանրապետության անունից, վարչապետի հանձնարարությամբ, որ չկա ոչ մի իրավական հենք, ուշադիր եղի։ Ադրբեջանը ոչ մի ապացույց չի ներկայացել, որ Հայաստանի տարածքի ներսում կա անկլավ։ Ու ես
մտածում եմ, որ մինչև այսօր Ադրբեջանը չի ներկայացրել, որտեղ եթե ներկայացած Նիկոլը դա ձերին կգար այդ ասուլիսին ու գասեր հեսա Տիգրանաշենը Ադրբեջանինն է չկա հասկանում ես կա փաստարկ որ այնտեղ ապրել ադրբեջանցիներ ես շատ լավ հիմա որտեղ չեն ապրել շատ բազմաթիվ տեղերում ապրել իր բնակավայրի ցանկում էր չկա բայց ես մի բան ասեմ սրա հետ կապված այսինքն մի հատ կներես բանակցությունների միջոցով ժողովուրդ ջան հնարավոր է տես հիմա նույնիսկ այդ պատերազմի թեզն են բան որ պատերազմ կլինի բան հնարավոր է կանգնել այնտեղ որ իրար տարածքից էլ բան չենք ուզում եւ ֆիքսվել դրա վրա բայց Նիկոլան մտան բանակցությունների մեջ տալու են բնականաբար մենք ունենք մի էքսկլավ եւ 3 անկլավ Արցախը եւ Ադրբեջանի 3 այսպես կոչված անկլավները ինչի համար եմ ասում այսպես կոչված որովհետեւ այս հարցը իսկապես շատ մշուշոտ է եւ մենք օրինակ չգիտենք այդ քարքին ինչ իրավական ակտով է հայտ եկել որովհետեւ եթե նայում ենք սովետական շրջանի քարտեզները առաջին 2-3 տասնամյակներին չկա Հայաստանի տարածքում անկլավ Աբա այդ եմ ասում կարծես։ Հետո ինչ որ մի փուլում շարունակում ենք քարտեզները նայել 7-5-ից հետո։ Չեմ չավլի շուտ։ Տեսնում ենք որ իհայտ են եկել արդեն։ Եվ չգիտենք հիմա ոնց է իհայտ եկել այդ քարքի կոչվածը, որ հետո դարձա բան։ Տիգրանաշեն։ Ես չգիտեմ, այս պահին 4 լուծում եմ տեսնում, թե 4 տարբեր ձևերով ոնց կարելի է հարցը լուծել։ Իհարկե բնականաբար նշի որ 4-ին էլ համաձայն եմ։ Օրինակ լուծում համար առաջին որևէ փոխանակություն չգնալ եւ ամեն ինչ թողնել այնպես ինչպես որ կա։ Այսինքն ոչ ինչ փոխենք, դա խոստովանենք, փաստենք, որ ամեն ինչ sense հիմա այս փուլով է զարգացել, հիմա չեն կարող այդպես փոփոխությունների բանի մեջ մտնել, դա լիքը ցնցումներ կարող բերի, Արցախը թող մնա ձեզ, այս 3-ն էլ թող մնան մեզ 3 անկլավները եւ 4 գյուղերը, հատկապես որ տարածքով իրար մոտ են։ Սա լուծում համար 1 է։ Լուծում համար 2 իրականացնել այդպիսի փոփոխություն, մենք վերցնենք Արցախը իրենք էլ թող այդ 3-ը վերցնեն։ Ինչա հիմա Նիկոլ Փաշինյանը ուզում է անի։ Լուծում համար 3 անել տարածքային փոխանակություն, այսինքն այդ տարածքներին շնորհել ոչ թե այդ վերցնել ոչ թե անկլավների կամ էքսկլավների կարգավիճակով, այլ տարածքային փոփոխություններ անել եւ փոխել պետական սահմանը։ Եվ լուծում 4 կարելի է բանը անել ինչպես որ անում են սովետական շրջանում, ուղղակի ժամանակ ձգել։ Եվ 5-րդը կա, որը իսկապես Նիկոլ Փաշինյանն է իրականացնում, գնալ միակողմանի զիջումների։ Ես կարծում եմ որ լինելու է հետեւյալը։ Ոնց որ տավուշում ա եղել։ Հանձնելու են մեր տարածքից հող եւ չեն ստանալու Ադրբեջանից ոչ մի բան։ Հիմա քաղաքացին ինձ նամակ ա գրել իմ լայվից հետո, ասում է Ալիևը Փաշինյանին կասի, քանի որ դու արդեն ճանաչել ես Տիգրանաշենը եւ մնացած անկլավները Ադրբեջանի մաս, դուրս արի այնտեղից, որ օկուպանտ չլինես։ Իսկ քանի որ ես դեռ չեմ ճանաչել Արցախը, Բաշքենդը, Հայաստանի մաս, արի քննարկենք այս հարցը ու դրա շուրջ վարենք բանակցություններ, տեսնենք քոննա թե իմնա։ Կարա այդպես ասի։ Հիմա դուք այս 4-ից որ տարբերակն եք նախընտրում։ Եկել ենք իշխանության։ Ես այս 4-ից ասացի, որ մենք կարող ենք հիմքում սահմանազատման դնել են քարտեզը, որով Հայաստանի Հանրապետության տարածքներում չկան ոչ մի անկլավներ։ Այդ զիջմանը կարա Ադրբեջանը գնա, եթե մենք էլ ասենք, օրինակ չենք պահանջ դնում հավելյալ Արցախի վերաբերյալ։ Ավելին, քեզ ասեմ։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը միջանցք է տվել Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում միջանցքը տալուց առաջ կարար այս պայմանը դներ։ Տրամպի մոտ կարար ասել. լավ, ես էլ եմ անեմ, բայց կարող Ղարաբաղը ճանաչելուց առաջ աներ Կարպիս։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ Ալիևս երազում չէր կարատենար, որ Հայաստանի տարածքից ոչ մի բան չես կարող ուզես։ Ճանաչում եմ, բայց Հայաստանի տարածքից ոչ մի բան չես կարող ուզես։ Ասում են, չէ, ստիպված ա եղել ճանաչել, չէ։ Բայց կար չէ նախապայմաններ, թե Ալիևի երազանքների կատարածում։ Այդ չի արել, գնացինք առաջ։ Ալիևի եւ թուրքական աշխարհի մյուս երազանքն է կատարվել Վաշինգտոնում։ Միջանցք է տրվել։ Այդ ժամանակ կարար ասել, ախպեր, լավ, օքեյ, թողում եմ, գնաք գաք, հայկական սահմանապահ չտենակ, որ տենց է գրած, հա։ Front office, back office։ Բայց Հայաստանի Հանրապետության տարածքից բան չեք կարել ուզեք։ Գրում ենք, ստորագրում ենք, ես հետ եմ գնում Երևան։
չի արել, հասկանում ես, այդ սաղ կարելի էր անել։ Այդ սաղ շանսերը բաց են թողել։ Ինքը Արադ Միրզոյանը, Արմենե Գրիգորյան, հասկանում ես, այս սաղ հնարավորություններն եղել է Կարպիս։ Ներսից տեսել եմ, որ եղել այս հնարավորությունները։ Չեն արել։ Հասկանում ես, եւ որ դասնես ոնց կարանք լուծենք, վստահաբար կարանք լուծենք ու դրա համար ոչ մի պատերազմ չէր կարող լինել, որովհետեւ Ադրբեջանը կախվածություններ ուներ, բաներ էր ուզում ստեղից, այդ բաները ստանում էր առանց Յակոբ Միսկի խումբը լուծարելուց կարող ուզեր։ Յակոբ Միսկի խումբը լուծարում ենք նախագահությունը։ Ադրբեջանի նկատմամբ 907-րդ բանաձևը, որ ամերիկան կիրառում է, Հայաստանի համաձայնությամբ է այդ սանկցիան ամերիկան հանում։ Կարող է դվախտասեր օքեյ ենք, բայց այս հարցը պիտի սենց լինի։ Ամեն ինչ միակողմանի տրվել է։ Այսօր ասում էի միակողմանի ամեն ինչ տրվում է։ Մեր բոլոր բանակցային քարտերը դու զիջում ես։ Հետո ձերիդ բան չի մնալու, դատարկ ձեռով նստելու ես դեմ Ալիևի։ Ասելու է դե այս հարցը ոնց լուծենք, պետք է տաս ինչ պետք է անես։ Ինքը հիմա հասել է դրան։ Եվ չի լսել նաև մեր ժողովուրդը։ Մեզ ինձ ու քեզ չի լսել մեր ժողովուրդը, որտեղ այս սաղ լուծումները ասել ենք։ Այս լուծումները չի պահանջել Նիկոլից։ Նիկոլին ընտրել է իր լուծումներով։ Իսկ իր լուծումները միակողմանի հանձնելն է։ Ասում ըմբռնում կա, որ այ եղբայր, ըմբռնում կար, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ունենա իրավունքներ եւ անվտանգության միջազգային մեխանիզմներ։ Այդ ըմբռնումը Գրիգորյան Արմեններ բանակցի Հիկմետ Հաջիևի հետ ըմբռնում կար, դու էիր ասում։ Հենց քանի հատ ըմբռնում կա։ Դες քանի հատ ըմբռնում ա եղել, ինչ ըմբռնում։ Ու նորից շարունակում այս ասուրիսում ասում ըմբռնում կա, որ sense պիտի լինի։ Ըմբռնել են այսքան վաղ, էլի որ այս օրին ենք։ Ըմբռնում կա։ Այնուամենայնիվ այդ հարցը արդեն կա։ Չէ, հարցը նոր չկա։ Հա, հարցը երկար ժամանակ։ Կանի պոստը առաջի անգամ ինքը բաց տեքստով կանգնեց ասա, որ դա Հայաստանի Հանրապետության տարածք չի, վсё։ Այսինքն հիմա խոսակցություններ կար, չէ՞ որ բռնե մեքենաները այդ ճանապարհով չեն երթևեկում։ Ես չգիտեմ ճիշտ ասուտ անդադ գրում էին մամուլում։ Եվ ֆանից են դա անում։ Երկար ժամանակ դիտորդական առաքելությունը հենց ինքը հայտարարեց Տավուշը այդ ճանապարհը, այդ անկլավի մասով, ԵՄ դիտորդական առաքելությունը սկսեց այդ ճանապարհով չօգտագործել։ Մինչև այդ օգտագործում էին Կարպիս։ Հիմա հայտարարել է, հիմա սկսելու են չօգտագործել այս ճանապարհը։ Այդ ճանապարհը, որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, շատ մշուշոտ է ու վտանգավոր, որովհետև այդ անկլավների փոխանակություն ասված է շատ բարդ, շատ բազմաշերտ գործընթաց է, մարդիկ են ապրում, ամենաբարդն Տիգրանաշենի հարցն է, մարդիկ են ապրում, մարդիկ պետքա գան, այդ չգիտեմ, ջրամատակարարման, էլեկտրոէներգիայի գազաֆիկացիայի հարցն, օրինակ նույն Տիգրանաշենը ջրի լուրջ խնդիր ունի։ Եվ հիմա եթե հանկարծ անցնի Ադրբեջանին, ոնց է դրա ջրամատակարարման լինելու։ Իշխանությունը մի րոպեում քաշելու է Հայաստանի։ Մի րոպեում իշխանությունը ջուր է քաշել։ Դե հայեր են ապրում, չի քաշում, օրինակ, ես չգիտեմ ջուր կա թե չկա։ Կարպիս մի հատ բան ասեմ։ Ախր գիտես ինչն է բանը, որ ախպեր սաղ սուտեր, եկեք հանգիստ իրար հետ ապրենք։ Մոտարապես թեզը նիկոլական մարդկանց հետ է։ Որ արա լավ էս կռիվ գալմաղալ տարգ եկեք իրար հետ ապրենք։ Ա ժողովուրդ ջան, օքեյ, շատ լավ։ Արա դե ապրեիք Ղարաբաղում, քիչ եք ապրե։ Ապրեիք ախպեր, Նախիջևանում ապրեիք, քիչ եք ապրե։ Ոնց է եղել, որ հայ իրանք եկել են, մենք գնացել ենք։ Դե որ ստացվեր ապրեինք, կապրեինք էլի։ Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո այդ իրանց ասած հակաաբեկչական օպերացիայից հետո քիչ մնացին ապրեն այդ 120,000 մարդը։ Դե որ ձևոներ կմնային կապրեին էլի։ Պարզա ուրիշ փաստարկ եկա որ բա գազարան ոնց են մնան պայքարը մենք կապած են իրանց հողից, օքեյ, լեգիտիմ փաստարկ կա, որ ոնց են որ մենք մեր հողերը թողում դուս գալի։ Լեգիտիմ է այդ փաստարկը։ Բաս մեն բա կոտորվեինք, ասում են, հա, բա հող դուզ մեզ պայս կռիվելով, կոտորվելով պայ։ Այդ փաստարկները կան։ Բայց հիմա որ ասում են ախպեր դե մի ինչ անենք, թողան մի երկու գյուղը էլ էլի իրանք ապրեն, ինչ պետք է լինի։ Արասին բախի ապրի, բախի չեն գնդեք արծի ապրել։ Մոդել է, չէ, Արցախը։ Այդ մոդելով դե որ ստացվեր ապրես, թե եք ապրեին, էլի։ Իսկ դա բան ախր հավասարազոր փաստարկներ չեն, որովհետև օրինակ նույն Իսրայելում արաբներն են ապրում։ Իսրայելի պաշտոնական լեզուներից մեկը եբրայերենից բացի արաբերենն է։ Այսինքն այդ այլանդակ դիսկրիմինացիաներ են ենթարկվում, կարծես, նես չի որ տենց ճոխ։ Բայց քանի որ հավասար ապրում են։ նույն Իսրայելի դատարանը վերցնենք, ասում եք հա դիսկրիմինացիա բան եղել են, ամեն ինչ հասկանալ է, բայց այդ լիքը պրոարաբական որոշումներ կայացել այդ դատարանը։ Համաձայն եմ։ Այդ նույն ատելությունը եւ թշնամանքը չկա ինչ որ հայ-ադրբեջանական հարաբերություն։ Ես չեմ ասում որ ի սկզբանե
մարդկության պատմությունից Այցավը ի վեր տանեմ։ եկող Կա ես ու ատելություն դու կա։ ենք քարոզի այդ ատելությունը։ Չէ։ Մենք ծնված չենք եղել, կարեմ էին թողապրեին, ինչ Ես ուզում չեմ ես։ ասում, որ ժողովրդի մեջ, չգիտեմ, ի վերու սահմանավորված Աստծո կողմից անտագոնիզմ կա, դրա մասին չէ, ասում խորը թշնամանք կա, որը համատեղ կյանք է, առնվազն այս շրջափուլում դարձնում է անհնարին։ Եթե անհնարին չլիներ, չգիտեմ, Շուշի քաղաքը 100 տարվա մեջ 3 անգամ չէր վառվի։ Ապրես։ Ամենալավ օրինակներից է։ Սաղբեր ինչ եք ուզում, դե իրանք գերեզմաններ ունեն, նրանք գերեթոգանյանց Մերոնք շատ են սիրում այլ կոնֆլիկտների հետ համեմատել։ Հիշենք ֆրանս-գերմանական պատերազմները, նույն Իսրայել-Պաղեստին, ռուս-ուկրաինական պատերազմները, այս պատերազմների ընթացքում, լավ Իսրայել-Պաղեստինը հանենք, այս ուրիշ օրինակ է։ Երբ որ տարածքներ են անցնում այս երկրի տարածքից մյուս տարածք, բնակչության կազմը չի փոխվում կամ շատ քիչ է եղել։ Այստեղ լնայեք, եթե տարածքը անցնում է մեր վերահսկողության տակ բնակչության կազմը փոխվում։ թուրքեր չկան։ Ասում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայեր չեն կարող լինեն։ Այսինքն կյանքը իրար հետ դարձել է անհնար։ Եվ պետք է դեմագոգիան անել, բա ոնց է այն ժամանակ բանը առավտուր էին անում, չգիտեմ։ Հանգիստ ապրում ենք KGB-ն խառնեց։ Հանգիստ չէին ապրում։ Այդ խնդիրը միշտ ծխացել է սովետական Հայաստանի առաջնորդներից Կարեն Դեմիրճյանի Վաղեմի հարցազրույցներից մեկը հիմա շատ նորաձև է դարձել YouTube-ում, TikTok-ում բան տարածվում է եւ ինքն էլ ասում է Ղարաբաղի հարցը միշտ եղել է սովետի գոյության ամբողջ ընթացքում եւ իրար հաջորդող իշխանությունները կենտկոմի քարտուղարները սովետական Հայաստանի առաջնորդները այդ հարցը միշտ բարձրացրել են, այսինքն խնդիրը միշտ եղել է, տեղում ծխացել է, նաեւ գիտենք որ աղմկահարույց միջադեպեր են եղել, աղմկահարույց միջադեպեր եղել են նաեւ Գեղարքունիքի մարզում, որտեղ ադրբեջանական բնակչություն է եղել Մասիսում եւ այլ տարածքներում, այսինքն այնպես չի որ ամեն ինչ շատ հարթ է եղել ու շատ լավ է եղել։ Ինչ ասեմ, եղբայր, մենք մեր թեմաները հիմնականում քննարկեցինք, կարծես, մեծ կարևոր եզրանկումը կարծում եմ այնա, որ ինչա թե ժողովուրդը ընտրել է, դա դեռ չի նշանակում, որ օքեյ է, որ ամեն ինչ անի Նիկոլեև, հետեւաբար 18 թվի, 17 թվի օրինակը շատ լավն է։ Բանակի դեպքերի մասին ինչ ունենք ասելու ու փագենք այսօր։ Ես արդեն առիթ ունեցա գրելու, այո, բանակում եղել են խնդիրներ, հիմա այդ խնդիրները շատ ավելի շատ են, ակնհայտորեն։ Լավ, ինչ որ չափով, որ ես բանակը ճանաչում եմ, եզրակացություն ունենա, որ հիմա շատ ավելի շատ է բարդակը, քան առաջ էր, բայց ես նաև գրել եմ, որ բանակում տեղի ունեցող զոհերը, ինքնասպանությունները, խոսքը խաղաղ պայմաններում զոհերի մասն է, իմ համոզմամբ չի կարելի դարձնել քաղաքական քննադատության առարկա, խոսքը իշխանություններին քաղաքական պատասխանատվությունից ձերբազատելու մասին չի, բայց նաև դա քաղաքական հաղթաթուղթ դարձնելն էլ ճիշտ չի, ճիշտ չէր նաև այն ժամանակ, որ անում էինք եւ հիմա ասեցան Նիկոլ Փաշինյանը ընկել է ինքն իր ծուղակի մեջ, որտեվ հիշենք այն ժամանակ ինչ էր անում մի զինվորի մահը կամ այլ առիթներով, այսինքն այս ամեն ինչի համատեքստում մենք ոչ միայն քաղաքական հաղթաթուղթ դարձնելու նեղն ենք գցում քաղաքական օպոնենտներին, նաև քայքայի չարված ենք հասնում բանակին, խոսքը սրա մասին։ Քո թեզը դա է։ Այո։ Այն ժամանակ դա մենք արդեն արել ենք մի անգամ։ Եվ անդադ նույն սխալը չեմ։ Իսկ այդ անելու արդյունքում որ իշխանությունը դեմորալիզացվում է, հետո իշխանապողություն կամ հեղափոխություն ա լինում, իսկ հիմի որ հիմա այսօր օպոզիցիան ուզում դեմորալիզացնի, իշխանությունը վերցնի։ Չես նայում այդ հարցին տենց։ Նայում եմ, բայց ախր խնդիրը իմ կարծիքով շատ խորքային է եւ համակարգային է։ Լավ, հիմա եղավ ինքնասպանություն, սկսեցինք հայոյել Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական միջավայրի այդ մոլերանտ պահանջմունքները բավարարելու համար մի քանի գեներալ գործից հանում է, արդյոք հարցը լուծվում է, թե չէ, արդյոք մեր հասարակության մեջ լայն տարածում ունեցող քրեական բարքերը արմատախիլ արվելու դրանից հետո այդ քրեական բարքերը բանակում որտեղից մեր տներից են, չէ, գնացել բաց հասարակությունում այդ ամեն ինչը այդպես շատ նշмарելի չի, բայց բաց հասարակության մեջ առկա բաները, այդ արատները շատ փակ տարածություններում սրվում են եւ ավելի ցաղվարության մեջ մարմնական տեսք են ստանում։ Այդ խնդիրը առկա է մեր հասարակության մեջ։ Որ ոչ մեկ ով բանակ չի ծառայել չի պատկերացնում ախր, որ ոնց են, ասենք 150 հոգով մեկ տարածքում քնում, արթնանում
գնում նույն լվացարան, գնում նույն ցնցուղ ընդունելու, լողանալու վայր, նույն զուգարան եւ այլն, այսինքն այդ ընդհանուր համատեղ կենցաղվարությունը մարդիկ չեն հասկանում, որ ինչ խնդիրներ է այդտեղ առաջ գալիս, ինչեր է լինում։ Դիրքում քննելու բանը քննարկենք մի փոքր։ Ով բանակում ծառայել է, ով մարտական հերթապահություն իրականացրել է, գիտի, որ ամենափոքրիկ անզգուշությունը, փոքրիկ սխալը կարող հանգեցնի շատ մեծ ողբերգության, որովհետև մի քանի տասնյակ դեպք կարող են այստեղ թվարկել, երբ դիրքում մեկի քննելու պատճառով զոհվել են մնացածը, այսինքն մտել են խրամատի տարածք, կացարան եւ մորթել են մնացածին։ Այսպիսի դեպք կա, հիշում եմ 2009 թվականին էր մի հոգին էլ ողջ էր մնացել, իրենց կարողացել էր չեզոքացնել, որտեղ պատահաբար հայտնվել էր զուգարանում, մատաղիսում էր ոնց որ դեպք։ Այսինքն դա կարող հանգեցնի ողբերգության, իսկապես դիրքում չի կարելի քնել։ Եվ հակառակ ողբերգությունը կարամ ասեմ կարպիս, որ մի զինվորը քնում է դիրքում, բոլորը նրան մեղադրում են դրա համար, սկսում են նեղել եւ հաջորդ հերթապահության ժամանակ ինքը ավտոմատ է, երբ որ ստանում է արդեն հերթապահության, մտնում է գետնատնակ եւ գնդակահարում է գետնատնակում եղած մյուսներին։ Եվ իմաստը խնդիրը քրեական բարքին են, որովհետեւ այլ ձև չգիտեն իրանք այդ քնող զինվորին պատժելու։ Քան օրինակ քֆուր վրցնելը, բադ քֆուր տալը, հայոյելը, ինքնասիրությունը թիրախավորելը եւ այլն։ Այ եթե լինեն այլ բարքեր, եւ տեղում լինեին սերժանտները, ունենայինք սերժանտների ինստիտուտ, սերժանտը կամ կպատժեր, կամ կզեկուցեր վաշտի ամնատարին, կպատժեին, արձակուրդից կզրկեին եւ այլն, եւ հաջորդ անգամ ինքնուսե չէր քնի, բայց մեր մշակութային միջավայրը չգիտի այդ տարբերակը, որովհետեւ մեր սպաներն էլ են քրեական բարքերով, որովհետեւ բանակի ամենատարածված եւ ամենասիրելի տարերը ովքեր են, լավ տղա օֆիցերները, ովքեր չեն ծառայում ուստավով, կանոնադրությամբ եւ բավարարում են քրեական բարքերով ապրող զինվորների քմահաճիկները։ Այս թեման ինչքան խոսանք, խնդիրը համակարգային է։ Այս թեման ինչքան խոսենք, Այս ասենք էլի մենք չենք փորձում քաղաքական պատասխանատվությունից բրծեցնել Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին եւ այլն, բայց խնդիրը շատ բարդ է, էլի այտենց պրիմիտիվ չի։ Այո։ Եվ իշխանությունը դեմորալիզացնելու ուրիշ հազար բան կա։ Մեծ հաշվով, եթե օպոզիցիոն թեման։ Ես գրել էի, իհարկե Նիկոլենց ամեն ինչը հասնում է, կարաս դու ինձ ամենազզվելի մանիպուլյացիան իրանց հանդեպ անես, իրանց հասնում է, որտեղ իրանք ամենավատն են արել այս ազգի հետ, բայց պետության շահերի տեսանկյունից կան բաներ, որ պետք չի անել։ Օրինակ պետությունը կարա, չգիտեմ, կոչով, խնդրանքով դեմի Armenia TV-ին, եւ օրինակ ասի Armenia TV-ին, չէ, Armenia TV-ին չկա, օրինակ Գոր Վարդանյանին եւ ասի հերիքա գողական կինոները նկարեք։ Ալենը ասեց, Գորն է պատասխանեց։ Իհարկե ցենզուրա չպետք է լինի, որ ինչ-որ մի բան արգելել, բայց դա հերիքա։ Հասկացանք։ Շատ լավ, սիրելի հայրենակիցներ, բնականաբար ակնկալում ենք, որ մեկնաբանություններում ձեր կարծիքը ասեք բոլոր թեմաների վերաբերյալ, որ մենք արծարծեցինք այսօրվա էպիզոդում, տարածեք, փոխանցեք ձեր ընկերներին եւ լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։